Բարև եկել մեր գյուղ։ Երկրորդ է, շնորհակալություն քեզանից ու ամբողջ կառավարական կազմից, դպրոցի, մանկապարտեզի, մանկապարտեզ չենք վաղ կներես, ազանականներով, եկել ես գազի համար։ Ճանապարհի։ Բնակավայրից բնակավայր դպրոց մանկապարտեզ մուտքն ու ելքը ընդհատվում է այսպես քաղաքացիների հետ զրույցներով, երբեմն անսպասելի կանգառներով։ Այս կանգառը էջմիածնում է։ Պարոն վարչապետ, Հաջա։ մեր ժողովուրդը այսօր ինչի չի հասկանում, որ ապրում է ամենալավ երկրում աշխարհի։ Բայց ով ասում չի հասկանում, ոնց չի հասկանում։ Հասկանում են։ Հաջորդ կանգառը Արաքս համայնքի մեծամոր բնակավայրում վիրահատություն, տնտեսություն, քաղաքացիների հետ զրույցները բազմաճյուղ է։ Պարոն վարչապետ, ժապավեն է, Ինչի։ կարմիր ժապավեն է։ Ինչի։ Այս գազը կապուտ գազի հասնի։ Երբ են կտրել։ Եվ մեզ Այսինքն խողովակը պատրաստա, բայց դեռ գազը չկա։ Պատրաստա խողովակաշարը ամբողջ տնասի, այնտեղ մենակ գերեսն են կառուցում այս պահին։ Կկառուցվի նաև ֆիզկուլտուրայի դահլիճ, հանդիսությունների սրահ եւ ճաշարան։ Եւ այո, կողքը կավելանա եւ նաև երևի եթե դասասենյակների կարիք էլ գյուղապետարանը համայնքի ղեկավարը կկառուցի։ Ճանապարհ ունենք սարքել, կենտրոնական ճանապարհ։ Այդ կենտրոնականը չի։ Նախագծման փուլում։ Շնորհակալություն։ Հերթով կսարքվի։ Ընկերս քեզից շնորհակալությունը հայտնի, ինքը երեք օպերացիա ել է, սրտունա եկել սրտի ստենդադրի։ Ասես կեզած իմ կողմից վարշապետին, դե 65+ է։ Իմ կողմից վարշապետին շնորհակալություն, կա չկարողացան գալ։ Իմ կողմից առողջություն։ հետո պարոն վարչապետ, քեզ առողջություն, երկարների կյանք։ Շնորհակալ։ Որ ղեկավարես մեր ամբողջ Հայաստանը։ Դե դա արդեն ձեզնից է կախված։ Այո, մեզանից է Այդտեղ ես շատ անելիք չունեմ։ կներեք արտահայտությունից պրոբլեմ չունեք։ Շնորհակալ եմ։ Ո՞դ գազի չհերցե։ Գնացի։ Ժորժ ջան, չէ, այդ են չին, որ ասում եք ոտդ գազի չվերցնեք։ Վերջը պավարոտ կա, բան կա։ Այդ պետք է Պուտինի ոտը լավ էլ գազ տվի։ բարեկամական զրույցեր դա ես նկատում եմ պետք չի միշտ դու գորավտ եք քշում միշտ գազին, հա, չէ, մեկ տորմուզել եք գալիս, մեկ աչք եք քաշում կանգնում, մեկ եւ այլն։ Այս Լենինի արձանը սուբվենցիա է։ Նորը։ Սա արդեն Վաղարշապատ համայնքի Լեռնամերձ բնակավայրն է։ Այցը սկսվեց մի քիչ հումորով ու շատ ձեռքսեղմումներով։ Միացել են նկարիստը։ Այս գազատար սուբվենցիա է եղել։ Հարաբերակցությունը 45% կառավարություն 55%։ Համայնքն է գումար դրել, կառավարությունն է դրել, բայց համայնքին ու կառավարությանը որտեղից գումար։ Քաղաքացիների վճարած հարկերից։ Գույքահարկ, առաջինը։ Թալաների չի եղել, նախնիների։ Չէ, թալանը ուրիշ բան։ Չէ, այդ ուրիշ թեմա է, ես ուրիշ բան եմ ասում։ Ես դրա համար տեսեք, որ ինչ եմ խնդրում, ասում եմ մտնում եք Այո, բայց ես անցյալի մասին ենք հիմա ասում, բայց ես ուզում եմ այսօրվա մասին մի պահ խոսանք, որովհետև անցյալի մասին ավելի շատ ենք խոսում, որ մտանք խանութ, ինչ որ մի բան վերցրինք, ՀԴՄ դրա դիմաց տվինք եւ ստացանք, թե չէ։ Եթե տվինք ստացանք, այս գազատարը, ճանապարհը, դպրոցը, մանկապարտեզը բանանելու, կառուցելու փող է ձևավորում, չտվինք, չստացանք, չկա այդ փողը, որտեղից։ Ընդ որում մի ժամանակ այդ թեման կար, չէ, բարերարության թեման, որ ասում էին դե հարուստ գործարարները էս անեն, ես ուզում եմ ձեզ ասեմ, որևէ պետությունում այդ պետությունից հարուստ մարդ չի կարող լինի։ Այս կարևոր բան է։ Բայց կարևոր է, որ պետության հարստությունը քաղաքացու հարստությունն է։ Որովհետև ինչքան պետությունը հարուստ է, այնքան քաղաքացու համար ծառայությունը շատանում է։ Համայնքին, բնակավայրին, բարեկեցության համար բնակիչները ոչ միայն խնդիրներ, այլև լուծումներ են ներկայացնում։ Ամելիկը ղեռ կա, հենա, տենում եք, ասենք հնարավոր է այդ ղեռերը կարենանք, ասենք սեփական նշնորեն կամ տակ ինչ որ ամեն մեկ ով որ ուզում է զբաղվի, ով որ բիզնես պլան կներկայացնի, ոչ թե ամեն մարդ ով որ կարած կա խփենք վեկալենք։ Այսինքն հաստատ է տավայր շատ ճիշտ է, ինչ ասիկ, 70 մետրան ասիկ ղռ թե քռ, ինչ ասիկ։ Հա,
Ղռա իրոք էլի, մի հատ էլ պետքա կմաքրեմ, ու իմ նման լիքը մարդիկ։ Որովհետև մենք կմաքրեն այդ ղռը։ թղթի վրա նայում ենք արոտավայր, ասում ենք դե ոնց կլինի արոտավայր, բայց գետնի վրա գնում ես արոտավայր։ Արոտավայրը քանի միլիոն դրամ փող պետք է վճարեմ, հողի կատեգորիան փոխեմ, ասեք օգնեք մեզի, մենք ենք այսօր բնությունը։ 3 հատ ես ունեմ, մեկը 3 հատ։ Եթե մենք կարանք ներողություն, մենք կարանք ընդ այդ բաները հատկացնենք, այդ հողատարածքները բաները հատկացնենք, այ հատուկ սենց նոր տեխնոլոգիական գյուղատնտեսության համար, ասենք, եթե ինչ ձեր խոսքերից են վերցնում, եթե կառուցում եք խելացի անասնագում այս ծրագրով, այս մասշտաբով, հա, մենք օրենքով այդ փոխում ենք, տալիս ենք, որպեսզի տեխնոլոգիան մտնի գյուղ, իհարկե ճիշտ է ասում, հարևանի ով կուզենա իր պատուհանի տակը միանշանակ ընդունելի բան է կասում։ Շնորհակալություններից բացի նաև անհանգստություններն են փոխանցում։ Գյուղի դպրոցը օպտիմալացվում է։ Վարչապետը քաղաքացու մտահոգությունը երկար լսում է, մանրամասնում։ Նախ միջև դպրոց գնացող ճանապարհը պետք է նորոգվի։ Երկրորդը, մենք պլանավորում ենք միկրոավտոբուսներ առնել պրոֆեսիոնալ վարորդներով, որ առավոտ մտնի գյուղ, երեխեքին տանի դպրոց, իրիկունը բերի գյուղ, երեխեքին իջեցնի։ Տարբեր գյուղացիներ է, տարբեր Քանի մանկապարտեզի քանի երեխա կա դպրոց։ Չկա ստե մանկապարտեզ։ Երեխա, քանի երեխա։ 36 տարեկան։ 6 տարի առաջի դասարան 5 հոգի երեխա եկա արդեն։ Անցած տարի 2-3 երեխա, շարի 5 երեխա։ Հարգելիս, մենք մեր ռեսուրսները պետքա ճիշտ օգտագործենք եւ մեր ռեսուրսները պետքա ուղղված լինեն երեխաներին, որպեսզի նրա կրթություն ստանան, որակ դպրոց գնալը հարգելիս մի րոպե չէ, կներեք, տենց չի։ Դպրոց գնալը կրթություն ստանալը տարբեր բաներ են։ Մեր խնդիրը այն է, որ այս գյուղի երեխեքը պետք է ստանան նույն որակի կրթություն, ինչ որ ստանում են Երևանի կենտրոնում կամ Երևան քաղաքում, կամ մարզ կենտրոնում, կամ Արմավիրում։ Դրա համար մենք կրթահամալիրների ծրագիրն ենք դնում, երեխեն հանկարծ տնից դուրս չգա, վայ երեխեն գյուղից դուրս չգա։ Բա երեխեն մեծացավ 18 տարեկանը լրացավ, մնալու է գյուղում, գնում են, բա դրա համար էլ երեխեքին այնքան գյուղի քառակուսուց դուրս չենք թողում, վաղը մյուս օրը գնում են բանակ, չեն դիմանում, որովհետև այդ երեխեքը կյանքում 4 հոգուց ավել շփման միջավայր չեն ունեցել։ 20 հոգանոց դպրոցում ավարտած երեխեն բանակ գնալու ծառայելը արդեն պրոբլեմ է։ 20 հոգանոց դպրոցում սովորած ավարտած երեխեն ուր էլ գնա 50 հոգանոց կոլեկտիվում աշխատելը պրոբլեմ է, որովհետև այդ երեխեն չգիտի ոնց են 20 հոգուց ավել մարդկանց միջավայրում ապրում։ Չի կարելի երեխեքին բան անել, կապել, ցանկապատի մեջ դնել, ասել չէ դուք ստեղ չեք գնալու։ Ես շնորհակալ եմ, որ մեր գյուղում է սարքել, գյուղը մնա։ Այդ բավ։ Ես ձեզ խոստանում եմ, երբ որ կլինեն գյուղում 100+ դպրոցական տարիքի երեխեք, 2 տարվա ընթացքում, 3 տարվա ընթացքում դպրոց կկառուցեն։ Լեռնամերձից հայթաղ անձնական խնդիրներից մինչև լուսանկարվել։ Գնացինք Ժողովուրդ ջան, կներեք էլի, ուշանում ենք։ Մեծամորցիներն են սպասում վարչապետին զրուցել, երկար չի հասցնում, խոստանում է էլի կգա։ Ժողովուրդ ջան, գրաֆիկից ուշանում ենք, էլի գնանք, հետո կգանք, լավ եղեք։ Չնախատեսված այս կանգառն էլ Աղավնատուն բնակավայրում է։ Լավ եք սովորում։ Մայիսյան գյուղի մարզային նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքներն ավարտվել են։ Վարչապետին ներկայացնում են մանրամասները։ Երբ է կառուցվել։ Սա կառուցվել է 2025 թվականի ընթացքում, նա սկսել է Հարաբերությունում սենց է 256 կիլոմետր սուբվենցիայով են կարել, 504 արել են դեպարտամենտում։ Այս ողջույններն արդեն Արմավիր քաղաքում են։ Արիլա, ինչ անունդ։ Արի, ինչ անունդ։ Արիլա, ասա տենամ ինչ ես լացում։ Ուզում ես նկարվես, թե չէ։ Հա? Ուզում ես այն նշանից մի հատ քեզ տամ։ Այս սրանից ուզում ես մի հատ տամ։ Հələ մի հատ տվեք։ Հələ բեր։ Այդպես։ Ահա, չեն գլացում։ Ով է նկարում, հեռախոսում ես։ Դե մեր հեռախոսով մի հատ մեր ֆոտոապարատով քեզ կնկարենք, հա, մի հատ նկարի մեզ։ Էսա հենց հիմա։ Ահա։ Էլի նկարի։ Մի հատ էլ։ Ահա, տեսար քանի հատ նկարվեցինք։ Էս էլ քեզ։ Կարմեն։ Հա, եղբայր։
Հա, երևում ենք։ Հա։ Միամիտ մոտրկով չնջվեց։ Նորից նկարվենք, ոչինչ։ Սրտիկներ չէ, հիմա չկա մոտներս, մյուս անգամ։ Դե արագ, էլի երեխեք ջան, արդեն ժամանակի ստորագրեմ ձեռքիդ, հա։ Ստորագրեմ։ Ինչի՞ դա պետք։ Արմավիրի Բաղրամյան համայնքում էլ սպասում են, որ վարչապետը 311 հեկտար ընկույզի այգու ընկուզենին տնկի։ Ինչքան եք ներդրում անում։ $13 միլիոն արդեն արվել է։ Ուրախ ենք, շնորհակալ ենք շատ։ Մենք ենք շնորհակալ նաև էկոնոմիկայի նախարարությանը, որ Ունենք աջակցության ծրագրեր ունենք այս դեպքերի համար։ տվել են, օգտվելու են։ Շատ լավ, այսինքն ընկույզ, բացառապես ընկույզ։ Ու 1,5 միլիոն կիլո սպասում ենք։ Այգին հիմնում է Green Invest ներդրումային ֆոնդը կառավարության աջակցությամբ։ Հաջորդ կանգառը կրկին Բաղրամյան համայնքում ու կրկին այգում է։ Family Garden ընկերությունը կառավարության աջակցությամբ հիմնել է ավելի քան 182 հեկտար դեղցի եւ նեկտարինի ինտենսիվ այգի։ 1 միլիոն ծառա տնկված եւ ներկերված է։ Երբ եք տնկել դուք ծառերը։ 23 թվականին ենք երկու մասում սկսել աշխատանքները։ Հիմա լիարժեք եք բերք ստանում, թե ոչ, անցած տարի 1000 տոննա ենք ստացել, այս տարի պլանավորումը ստենգի վրա 8000 տոննա, այս տարի պլանավորված տոննա։ մի րոպե, ծիրան, սալոր, դեղց, ծիրանն էլ եք ինտենսիվ ստանում։ Ծիրանը ինտենսիվ է եւ մայիսի 27-ին քաղում ենք արդեն։ Հիմա մենք սահմանին ենք, չարակս գետը ստեղից ինչքան է հեռու սահման։ Հեռավորությունը Հա, 3-4 կիլոմետր։ Հիմա համայնքում ինչքան սենց այգի ունեք։ 6000-ից ավել հեկտար։ 6000 հեկտարից ավել ինտենսիվ այգի ունեք։ Ասում եմ, այս շերտը դառել է ինտենսիվ այգիների մայրաքաղաք։ Իրինամ Կրչյան, լուրեր։